Գրիգոր Լուսավորիչն է, ֆոնին Հայրապետի կյանքը ու գործունեությունը ներկայացնող ձեռագրերի հատվածներ, Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի եւ թևավոր խաչի պատկերներ։ Սա 50,000 դրամանոցի դիմերեսն է։ Իսկ դարձերեսին Գրիգոր Լուսավորչի որմնաքանդակն է, ինչպես նաեւ խորվիրապվանքային համալիրը, Արարատը եւ քրիստոնեության ընդունման տեսարանը։ 50,000 դրամանոցը այս ձևավորմամբ շրջանառության մեջ դրվել է 2018 թվականի նոյեմբերի 22-ին, այդ օրը նշվում էր դրամի 25-ամյակը։ 2019 թվականին էլ իր դիզայնի շնորհիվ թղթադրամը ներառվել է Թղթադրամների միջազգային ասոցիացիայի կողմից լավագույնների ցանկում։ Կենտրոնական բանկը թղթադրամը փոխելու ծրագրեր չունի, ինչպես պնդում են կեղծ լուրերը։ Հերթական կեղծ լուրը հերթական անգամ ռուսական քարոզչական մեքենայի մաս կազմող թուրքական Օդա TV կայքն էր տարածել, հղում անելով իր անանուն աղբյուրներին։ Իբր Հայաստանի կառավարությունը թղթադրամից հեռացնում է Գրիգոր Լուսավորչի պատկերը, Արարատը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Գլխավոր դրամատնից լուրերին փոխանցեցին Կենտրոնական բանկը որևէ նոր թղթադրամի տպագրման ծրագիր չունի։ Նման հարցով էլ որևէ, այդ թվում միջազգային լրատվամիջոցից Կենտրոնական բանկը երբևէ պաշտոնական հարցում չի ստացել։ Սա հենց այն նույն կայքն է, որը տարածել էր Հայաստանում մի քանի տասնյակ մզկիթ կառուցելու կեղծ տեղեկությունը եւ իբր Հայաստանի վարչապետը ամբողջ Սյունիքն ու Վայոց ձորի մի մասը հանձնելու է Ադրբեջանին։ Ընտրում են այնպիսի թեմաներ, որոնք Հայաստանի հասարակության համար կարևոր են, հոգեբանական առումով երկար տարիներ եղել են Հայաստանի հասարակության գերակա արժեքներ։ Այն, որ կոնկրետ այս թուրքական կայքը կապ ունի ռուսական քարոզչական մեքենայի հետ, պարզել է արտաքին ինֆորմացիոն ազդեցությունների դեմ պայքարի ֆրանսիական կենտրոնը, որը զեկույց էր հրապարակել ռուսական ապատեղեկատվական արշավի Storm 1516-ի մասին, եւ ըստ այդ զեկույցի թուրքական Օդա TV-ն ռուսական ապատեղեկատվական գործողությունների մասնակից է։ Մեկ բան է, երբ դու ինչ-որ կեղծ լուր ես տարածում, որը մարդկանց մոտ դժգոհություն է առաջացնում, մեկ այլ բան է, սա արդեն քաղաքական տեխնոլոգների գործն է, մեկ այլ բան է, երբ այդ դժգոհությունը կարողանում են կապիտալացնել եւ ուղղորդել ընդդեմ իշխանությունների։ Իսկ դրա համար կարևոր է, որ այդպիսի լուրերը հասնեն Հայաստանի հասարակությանը որոշ լրատվամիջոցների կամ առանձին հասարակական գործիչների, օգտատերերի միջոցով։ Ինչպես օրինակ արագ տարածվեց, թե իբր Թուրքիայի նախագահն է որոշելու Հայաստանի հաջորդ կաթողիկոսին։ Թուրքական երկու կայքեր այդ մասին գրել միջազգային հետազոտությունները պարզել են ռուսական պետական քարոզչությունը թուրքական այդ կայքերն օգտագործում է որպես արտասահմանյան անկախ բյուր ապատեղեկատվությունը լեգիտիմացնելու համար։ Ցանկացած ճգնաժամ պետք է արտաքին ուժերի, որովհետև ինչքան ավելի շատ է ճգնաժամը, այնքան ավելի հեշտ է կառավարել տվյալ հասարակությանը։ Քաոսի կառավարման տրամաբանություն կա, եւ եթե ձևավորվի քաոս, կարելի է այն կառավարել։ Տեսեք, սա մի քաղաքական տեխնոլոգիա է, որը ենթադրում է ճգնաժամի հարուցում եւ այդ ճգնաժամի մեջ գործընթացների նկատմամբ որոշակի վերահսկողություն։ Եթե հնարավոր է սա իրականացնել, ապա սա ակնհայտորեն ձեռնտու է արտաքին քաղաքական ուժերին։ Հայկական մեդիատիրույթում այդ լուրերի կեղծ լինելը պարզելուց հետո դրանք ոչ միայն չեն հերքվում, այլև որպես իրականություն շարունակում են տարածվել։ Դա իհարկե օրենսդրական բաց է, անհրաժեշտ է պարտադրել այդ մարդուն, որ կեղծ լուրը հեռացնի։ Հուսում եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի կարողանան այդ մեխանիզմները ձևավորել։ Փորձագետի դիտարկմամբ այսպիսի կեղծ լուրերի տարածումը որոշակի ինչ-որ հատուկ նպատակ չի հետապնդում, նպատակը ընդհանուր դժգոհության մթնոլորտ ստեղծել, պահպանելն է։ Եթե կա էմոցիոնալ ֆոն, կարելի է այդ էմոցիոնալ ֆոնի հիմքի վրա այդ մարդկանց հավաքագրել տարբեր նպատակների համար։ Եթե իրականացնում են հանրահավաք, կանչել հանրահավաքի։ Հանրային քննարկման է դրված որևէ օրենք, որը իրենց ձեռնտու չի, ենթադրենք ապօրինի հարստացման օրենքը, մարդկանց տրամադրությունները ձևավորել են դեմ այդ օրենքի։ Այսինքն այստեղ կարևոր է ունենալ այդ դժգոհությունը։ Հետագայում այդ դժգոհությունը թե ինչպես կփաթեթավորվի եւ դեպի ուր կուղղորդվի, արդեն որոշվում է այդ պահի նպատակահարմարությունից ելնելով։ Այս շաբաթվա ամենաթարմ ապատեղեկությունն էլ Ադրբեջանի կողմից սահմանային կրակոցների մասին է։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հերքում է, չի համապատասխանում իրականությանը։ Իրնամ Կրչյան, Արտակ Գևորգյան, Հակոբ Թումանյան, լուրեր։